Եթե դու ես ցանկանում այսպիսի ախորժալի եւ խրխրտան սամսաներ պատրաստել եւ չգիտես ինչպես, ուրեմն նայր հոլովակը միջև վերջ։ Սկզբի համար մեզ պետք է պատրաստել խմորը։ Ջրի մեջ լցնում ենք ձուն, քացախը, աղը եւ այս հեղուկ զանգվածն ավելացնում ենք այլուրին։ Այլուրը ամբողջությամբ մի ավելացրեք։ Ընթացքում քիչ-քիչ կարող եք ավելացնել, որ շատ պինդ չլինի։ Պատրաստում ենք խմոր։ Սեղանի վրա մի քանի կաթիլ բուսաղ ենք անում, 2 րոպե հունցում ենք։ Թողնում ենք խմորը 30-ից 40 րոպե հանգստանա։ Հանում ենք, բաժանում ենք 6 հավասար գնդերի։ Թողնում ենք եւս 20 րոպե հանգստանա եւ կարող ենք բացել կրտնեկի կամ օխլավի օգնությամբ։ Ես օխլավով եմ բացել, պետք է հնարավորինս բարակ բացել։ Կսում ենք հալեցրած կարագը, բայց չդաղեք կարագը, միայն թեթև հալեցրեք։ Վրձինով կսում ենք, շատ չենք անում, պետք է ուղղակի բարակ շերտով կսվի։ 6 շերտ իրար փակցնելուց հետո, այսպես ինչպես ինքս եմ արել, ռուլետի նման փաթաթում ենք, մի փոքր պտտեցնում եւ դնում ենք սառնարանը մոտ 2 ժամ, չենք մոռանում վրան ծածկել։ Իսկ հոլովակի ավելի մանրամասն տարբերակը տեղադրված է YouTube-յան ալիքում։ Պատրաստում ենք միջուկը, բաղադրատոմսը չափաբաժինով կտեղադրեմ հոլովակի ներքևի հատվածում։ Երբ մեր բոլոր բաղադրիչները պատրաստ են, հանում ենք խմորը եւ կարող ենք պատրաստել մեր սամսաները։ Տեսեք ինչպես հոլովակում ցուցադրված է, ահա այսպես կտրատում ենք ու ձեռքով մի փոքր տպտպացնում։ Մեջտեղի հատվածում աշխատում ենք շատ չգրտնեկեք։ 1-2 հատս թեթև կարող եք անել։ Կողքերից բացում ենք ու դնում ենք միջուկը եւ եռանկյունաձև փակում։ Ջեռոցը նախապես տաքացրել եմ 170 աստիճան, սամսաները դնում ենք ահա այս տեսքով պետք է լինի։ 1 հատ ձվի դեղնուցին ավելացրել եմ մի փոքր բուսայուղ եւ քսում եմ սամսաների վրա, վրան ցանկության դեպքում մի փոքր քունջուտ ենք ավելացնում եւ դնում ենք ջեռոցը։ Ջեռոցում կմնա այնքան ժամանակ, մինչեւ այսպես գեղեցիկ կկարմրի։ Իսկ եթե հավանեցիր հոլովակս չես մոռանում բաժանորդագրվել, սրտիկել եւ թողնել մեկնաբանություններ։